Բարի լույս։ Փոքրիկ նվեր բոլոր այն մարդկանց համար, ովքեր աշխատանքի կամ այլ հանգամանքների բերումով իրենց օրվա մեծ մասը անցկացնում են նստակյաց։ Ես վստահեցնում եմ, ես այդ ձեր ցավը կիսում եմ, ժամանակին ինքս եմ ունեցել, իսկ խոսքը վերաբերվում է գոտկատեղի ցավերի մասին։ Տվյալ 3 վարժությունները, որոնք որ դուք այսօր կդիտեք, համենայն դեպս երկուսը ներառում են իր մեջ թե գոտկատեղի, թե նստատեղի մկանների աշխատանքը, որը մեկը մյուսին լրացնելով տալիս են հոյակապ էֆեկտ։ Երրորդը ինքը ավելի շատ ձգումների տեսակին է պատկանում, որը մեկը մյուսի հետ շատ համահունչ է մարզման վերջում կատարելու դեպքում։ Տեսեք, երբ որ ձեր նստատեղի մկանները, մասնավորապես գլյուտեուսը, թույլ է զարգացած, ձեր ամբողջ մարմնի քաշը իր վրա է վերցնում ողնաշարը ու իր գլխավոր կետը ամրացման, դա հենց գոտկատեղն է, ու երբ դուք չեք մարզվում, ձեր հիպերէքստենզիվ մկանները մեջքի տոնուսի մեջ չեն, ողնաշարը եւ մասնավորապես գոտկատեղի հատվածը ամբողջ ծանրաբեռնվածությունը վերցնելով իրեն վրա, այո, ժամանակի հետ կարա շատ տհաճ, նույնիսկ քրոնիկ ցավերի բերի։ Կատարելով տվյալ վարժությունները, մասնավորապես տևական ժամանակ, օրինակի համար, թվերի մասին մոռանում ենք, 40-ից 50 վայրկյան պրոցեսը 1 րոպե հանգիստը, 40-ից 50 վայրկյան պրոցեսը 1 րոպե հանգիստը։ Ամեն օր կարաք նույնիսկ կատարեք, որովհետև իրենք իրենցից անկախ նրանից, որ ներկայացնում են շատ մինիմալ ծանրաբեռնվածություն պահանջող վարժություններ, սակայն իրենց պրոֆիտը շատ ավելի բարձր է։ Ուստի կատարեք իրենց նույնիսկ ամեն օր եւ ժամանակի հետ ձեր մկանները տոնուսի բերելով, ես ձեզ խոստանում եմ, դուք իսպառ կմոռանաք ողնաշարի, մասնավորապես գոտկատեղի ցավերի մասին։ Քանզի ամրացնելով նստատեղի մկանները, դուք հետագայում հավասարապես եք բաշխում ծանրաբեռնվածությունը ձեր մարմնի վրա։ Այսօրվա իմ գործընկերուհին կրկին գեղեցկուհի Միլենն էր։ Դե ինչ այսօր այսքանը։